Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սյունիքում այս օրերին էլ կրակոցի ձայներ են լսվում, պարբերաբար մարզպետը տեղեկացրեց կրակոցներն ավելի շատ են գիշերային ժամերին։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ հակառակորդն այս կերպ փորձում է խուճապ տարածել։ Կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ են։ Այս օրերին Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։ Այս ամենի ֆոնին Սյունիքի մարզպետը դեռ հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է լինելու։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են դա, երևի թե կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տակ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Մի քանի օր առաջ էր ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածել, որ Սյունիքի մարզի տեղ համայնքի անչափահաս բնակիչներ Կարեն Ջանգիրյանը եւ Անդրեյ Գյագունցը ժամը 1:20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Սյունիքի մարզպետը այլ տեղեկություն հայտնեց տղաների անհետանալու մասին։ Այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութնկնի նոր վերադառնան։ Ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնել ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր։ Մարզպետը հերքեց լուրերը, թե սյունեցիները արտագաղթում են, ավելին նա համոզված է, ինչ արտակարգ իրավիճակ էլ լինի, մեկ է նրանք չեն լքի հողը։ Հակառակորդի կրակոցների տակ էլ սյունեցիները շարունակում են ապրել իրենց առօրյա հոգսերով եւ գյուղատնտեսական գործը տեղը տեղին անելով։ Վրաստանը շարունակում է խոչընդոտել ապրանքների, մասնավորապես կոնյակի գինու արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան։ Ավելին իրավիճակն այնքան է սրվել, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանի հատումը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից, վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բաց թողումն անցակետից։ Ազգային ժողովի պատգամավորներն են դիտողություններ անում, արտահանման ոլորտը բարձի թողի վիճակում է, էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ինչ է անում հարցը լուծելու համար։ Այդ ոլորտը բացի թողի վիճակում է, ինչ սպասեն, հիմա մեզ լսող կոնյակագործները, խաղողագործները, ինչ սպասեն։ Հունիսի 1-ից մինչ օրս 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին։ Մայիսին տեղացած կարկուտը ըստ հաշվարկների ավելի քան 8740 հեկտար է վնասել։ Փոխհատուցում ստացել է գյուղացին մինչև օրս, պարզվեց ոչ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ գյուղոլորտի պատասխանատուն հիմա էլ ասում է, պետք է սպասել, թե հունիսին ինչ եղանակային պայմաններ կարող են լինել։ Այդ ամսին էլ է կարկուտ տեղում եւ ըստ Խոջոյանի կհաշվեն ամբողջական վնասի չափը, հետո միայն կփոխհատուցեն։ Ինչ եք նախատեսում, հստակ ասեք, տալու եք այդ մարդկանց փոխհատուցում, թե չէ, մնացածները ընթացքի մեջ են, վերանայելու են, ապահովագրական գործողություն բաները, կազմակերպությունները իրենց գործառույթներ իրականացրել են, չեն իրականացրել, այսօր էդի գյուղացում քիչ է հետաքրքրում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարգտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում,
հունիսի 20-ից 25-ից հետո արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո նոր կկարողանանք վերջնական արձագանք։ Պատգամավորներին փոխնախարարի ներկայացրած մեկ այլ ցուցանիշ էլ վրդովեցրեց, ինչպես թե անասնագլխաքանակի ավելացում կա, Խոջոյանն ընդհանրապես գյուղերում լինում է։ Դուք դե ձեր զեկույցում ասում եք, որ անասնապահության աճ է գրանցվել։ Արդյոք դա իրականությունն է։ Դուք եղել եք մարզերում։ Անասնագլխաքանակի աճը անգամներով անասնագլխաքանակ անգամներով նվազել է։ Որպես ապացույց պատգամավորը մեկ դիտարկում էլ արեց, հանրապետությունում բրուցելոզ է տարածված, իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալի համար ըստ պատգամավորի կարծես թե այդ իրավիճակը մտահոգիչ չէ։ Համեմատելով նախորդ տարվա հետ այս պահի դրությամբ դրական հակազդած թվերը, պետք է նշեմ, որ ոչ այնքան մտահոգիչ է եւ իհարկե կա որոշակի տարբերություն նախորդ տարվա համեմատ, բայց որ առանձին համայնքներում եւ լիազոր մարմնի ցուցմամբ իրականացվում է նաեւ կրկնակի արյունառում անհրաժեշտության դեպքում։ Ասում եք բրոցելոզի բաներ կա, բայց մտահոգիչ չէ։ Ո՞նց կարող է մտահոգիչ լինել։ Բռնկում կա այդ օրը 19-ն է։ Դրա մտահոգիչը ո՞րն է, որ դուք բրոցելոզի հիվանդություն ունեք, կարանտինային հիվանդություն է եւ բռնկում ունեք։ Ասում եք մտահոգիչ չէ։ Թեկուզ մեկ անասնագլխաքանակ բրոցելոզով վարակվելու օջախ արդեն տարածելի է։ Դա մեկ գլխաքանակ էլ վարակվի, բան բրոցելոզով հիվանդ, արդեն ձեր համար պետք է մտահոգիչ լինի։ Արդյոք այդքան մատները արանքով եք նայում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց նաև, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների արյունառում բրուցելոզի դեպքերը հայտնաբերելու համար։ Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116.7 միլիարդ դրամ, ինչը գերազանցել է պլանավորածը 103.1%-ով։ Քաղաքապետ Ավինյանի խոսքերով սեփական եկամուտներն աճել են 13.1%-ով, կազմելով 71.2 միլիարդ դրամ, եւ դա ավելի շատ է, քան 2023-ի նույն ցուցանիշը 21.1 միլիարդ դրամով։ Միաժամանակ պետական աջակցությունը, պետական հատկացումները եւ սուբվենցիաները տարվա ընթացքում նվազել են, եւ Երևանի քաղաքապետարանը ավելի շատ հույս է դնում սեփական եկամուտների վրա։ Ամիսներ առաջ էր, որ Դարբնի գյուղի կամուրջը վերանորոգվեց ու շահագործման հանձնվեց։ Արմավիրի ու Արարատի մարզերը իրար կապող կամուրջը կենսական նշանակություն ունի։ Սակայն լավ գործը չգիտես ինչու միշտ կիսատ են անում։ Հետաքրքիր է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը, երբ այս կամուրջը վերանորոգելուց հետո շահագործման է հանձնել, պատասխանատուները տեսել են, որ որոշ հատված փնթի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել։ Նորոգումը շատ ուրախացրեց քաղաքացիներին, բայց կարճ ժամանակ անց նոր խնդիրներ են առաջ եկել։ Մինչև կամուրջին հասնելը հսկայական փոսեր են առաջացել ու պատուհաս դարձել վարորդների համար։ Փոսերը կան ու սրա պատճառով հավատացեք, հաճախակի նորից ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, այդ թվում գիշերային ժամերին։ Վարորդներն ասում են, գոնե փոսալցման աշխատանքներ կատարեն, հետո արդեն շատ արագ հիմնովին լուծեն խնդիրը։ Այդ փոսերն ամեն օր ավելի վտանգավոր են դառնում։ Դուբայում կառուցվում է աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը 74 մետր բարձրությամբ։ Այն կբացվի 2029-ին, կզբաղեցնի 11,000 քառակուսի մետր տարածք եւ կսպասարկի օրական շուրջ 70,000 ուղևոր մինչեւ 2040 թվականը։ Նախագիծը հաստատել է Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ Պատերազմի աղքատության եւ կլիմայական աղետների պատճառով հարկադիր աշխատանքի մեջ հայտնված երեխաների թիվը մեծանում է։ Միջազգային տվյալներով ավելի քան 3.3 միլիոն երեխա աշխատում է վտանգավոր պայմաններում, հանքերում, դաշտերում եւ գործարաններում։ Մտահոգիչ է պատկերը Բանգլադեշում, Սիրիայում եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում։ Նրանց կեսը ենթարկվում է սեռական շահագործման, ներառյալ թրաֆիքինգ եւ կամքին հակառակ ամուսնություններ։ ՄԱԿ-ում նշում են, որ թրաֆիքինգի զոհերի մեծ մասը երեխաներ են, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Քամանչայի քաղցր մեղեդին է թևածում դահլիճով մեկ ու դիպչում հանդիսատեսի սրտին։
6 քամանչահար է մեկ բեմում։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաներն են կենթանություն տալիս գործիքին։ Նոր սերնդի ձեռքին դարերի պատմություն ունեցող քամանչան միանգամայն այլ շունչ է ստանում։ Նվագում եմ 10 տարեկանից, առաջին անգամ գործիքի մասին իմացել եմ դպրոցում դասանդող ազգային երգեվ-պար առարկայից։ Մեծ հետաքրքրություն առաջացավ սովորելու եւ 10 տարեկանից, ինչպես արդեն ասացի, գնացի երաժշտական դպրոց եւ սովորեցի։ Քամանչահարները այդքան էլ շատ չեն ու գործիքը պահպանելու նպատակով ես էլ որոշեցի շարունակեմ եւ պրոպագանդեմ այս գործիքը։ Աշխարհումս աղջիմ քաշի Սայաթ Նովայով են սկսում իրենց մենահամերգը։ Քամանչայի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը տարիներ շարունակ իր սաներին փոխանցող Արշակ Իսախանյանը համոզված է, ազգային գործիքները ոչ միայն մեր մշակույթի հարստությունն են, այլև ապագայի կապը արմատների հետ։ Ուստի ժամանակի մարտահրավերն է քամանչահարների մեծ բանակ պատրաստել ազգային գործիքները ստվերից փրկելու համար։ Նպատակն է, որ մենք ժողովրդին ցույց տանք, որ այս նվագարանը իրոք մեր է եղել, մերն էլ կա ու կմնա։ Շատ լավ վարպետներ ենք ունեցել, որ ասենք աշխարհում համարվել են վիրտուոզ քամանչահարներ եւ հասել է այսօր այդ նվագարանը մեզ, ես էլ ուզում եմ, որ շարունակական լինի, զարգացնենք այս ճյուղը նամանավանդ մեր հեռավոր մարզերում։ Քոլեջի փոխտնօրենն էլ ընդգծում է, միջոցառման նպատակն է արթնացնել սերը դեպի ազգայինը, ցույց տալ, որ այն կարող է լինել ժամանակակից, հուզիչ ու կենթանի։ Ամենակարևորը, որ մեր ազգային գործիքները չեն մոռացվում, պահպանվում են եւ այս լավ ավանդույթը շարունակական բնույթ է կրում։ Կորչում են ժամանակն ու տարածությունը, երբ խոսում է գործիքը, այն լոկ հնչյուններ չի ներկայացնում, այլ պատմում է քո ինքնության պատմությունը։ Առավելապես ուրախանում եմ այն փաստով, որ քամանչաները գնալով շատանում են։ Որովհետև վերջին տարիներին շատ էր նվազել։ Այսպիսի միջոցառումները միանգամայն խթանում են ազգային նվագարանների զարգացման կարևոր գործին։ Սա դեռ միայն սկիզբն է, քոլեջի ստեղծագործական անձնակազմը վստահեցնում է, առաջիկայում նոր ու գեղեցիկ անակնկալներ են սպասվում։